Պատրաստելու եմ սաղմոն հոնի սոուսով։ Ես սառնանից հանել եմ հոնի վերջին պաշարը, որ ունեի սառեցրած։ Մի փոքր կարող է ձեզ տարօրինակ թվալ այս համադրությունը, բայց հավատացեք, շատ լավ է համադրվելու հոնի թթվությունը եւ սաղմոնը իրար հետ։ Հոնը մի փոքր ջրով նախ եռացնում ենք։ Ավելացնում եմ սխտոր, մի փոքր դարչին, քերում եմ մշկնկույզ, օրեգանո, սև պղպեղ, աղ, բալզամիկ քացախի սոուսը, մեղր եւ պետք է անցկացնենք մաղով, որ ստացվի շատ նուրբ եւ համասեռ սոուս։ Սաղմոնը շատ չենք համեմելու, շատ ակտիվ համեր պետք չի անել, որովհետեւ սոուսը ինք իրենով շատ բառ եւ հարուստ համ ունի։ Ամենակարևորը չենք մոռանում, որ սաղմոնը տապակելիս, ցանկացած դուք տապակելիս, սկզբից սկսում ենք տապակել այն հատվածը, որտեղ կա կաշի։ Սկսում ենք մատուցել։ Սեղմեք լայքի կոճակը, սրտիկեք ինձ, ուղարկեք այս բաղադրատոմսը ձեր ընկերոջը, իսկ ես գոհ եմ ինձանից։